Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ճանապարհներ ենք փակելու, գործադուլ ենք անելու, լիքը ելքեր կան, ամսի մեկով որ բոլորին կպնեն, համատարած ժողովուրդը ելնելու է ոտի, իսկ հիմա ժողովրդին խաբել են, ասել են 1% է, բայց 1% չի, մարդիկ չեն հասկանում, որ 1% չի, 10 միլիոնին 1% ես մուծելու, 3 միլիոնին 10%, խնդրում եմ գումարեք, բազմապատկեք, բաժանեք, տեսեք ինչքան է գալի ներմուծողի համար, ժողովուրդը չի հասկանում, այսինքն գիտակ չի ասում, դե ասել են 1% նորմալ է, մենք էլ դոկումենտ ձեռք կբերենք, չեմ պատկերացնում, ասում գույքա գրմանը համաձայնեք, ասում չէ, ես ոնց գույքա գրեմ, այդ ապրանքը ոնց եմ գրելու, ինչ եմ անելու, եթե այդ ապրանքը վաճառում եմ, ոնց գրի, օրինակի, եթե ես վաճառում եմ 10,000, հետո իջացնում եմ մինչև 2,000, այդ հաշվանցումը ոնց եմ անելու, հավելյալ վճար եմ տալու հաշվապային, բնականաբար ծախսերը մեծանալու է, բնականաբար, արդեն որ հասնելու է իրենց կոկորտին չեն կարողանալու, շատ մարդիկ ասում են լավ, մի 1000 դրամ կարող է միգուցե բարձրացնենք կարողանանք, ոչ, սիրելի պիտի բարձրացնենք, դա մեր երկրի քաղաքացին է, գնորդը մեր երկրի քաղաքացին է, արդեն այդ երկրի քաղաքացին սնունդ չի կարում ձեռք բերի, արդեն սնունդը այնքան է բարձրացել, որ հնարավոր չի, շատ-շատերին հասանելի չի, մենք ունենք մի հատ կառավարություն գրփող, չրփող, տանող, մի հատ կառավարության մեջ չկա մեկը, որ մտածի հասարակ քաղաքացու մասին, այդ հասարակ քաղաքացին ինչ ձև է ապրում, ոնց է ապրում, իր գոյությունը ոնց է պաշտպանում, մենք ունենք լիքը սոված ընտանիքներ, երբևիցե չեն մտածել, առանց ամանչել մեր վարչապետն ասում է, այսքան նպաստներ եմ տալիս, ախպեր խիտ արար 10,000 երեխա վիրավոր բերեցի, բա պետք է նպաստ տայիր, ում ես նպաստ տվե, ում նպաստ ես տալի կանչի ստուգի, թող իրան հայտարարագրի, տես այդ մարդը ի վիճակի է ապրելու, մի տուր նպաստ, բայց այդ մարդկանց կյանքն ես կործանել։ Ես հիշում եմ ձեր առաջին ակցիաները շատ ավելի մարդաշատ էին, ինչու է այսքան նվազել, եթե խնդիրը չի վերացել։ 99%-ը ահաբեկչությունն է, որ արդեն հարձակումներ կա, մարդկանց վախեցնում են, իմիջայլոց չգիտեմ ինչքանով է ճիշտ, կողքից եմ լսել, ես մարդկանց դեմքերը չեմ ֆիքսում, չեմ ճանաչում, ամսի 25-ի հանդիպումներ հրապարակում, 25-ի հանդիպան ժամանակ ասում են անգամ 2 հատ տեսուչ ա եղել, լիքը մարդ վախենում է, ամեն մարդ ինքը չի կարողանում իր շահերը պաշտպանի, ամեն մարդ վախենում է, որովհետև այսօր մեզ իրավունք չունի ինքը տուգ անելու, այսօր չի կարա, ես իրավունք ունեմ և դոկումենտով թուղթ ունենալ, և 10 տարի ներմուծել եմ, 10 տարվա հաստատկեն ունեմ, 15 տարի ներմուծել եմ, 15 տարվա հաստատկեն ունեմ, ինքը շատ կարա ինձի բռնի, որ ես ապրանքը վաճառեմ, կասան չխփեմ, հարկերես չվճարեմ, ուրիշ բանով չի կարա, իսկ ինքը ուզում է տանի նրան, որ եթե ինքը ջանքա ծախսում գալիս է ինձ բռնելու, ոչ թե տուգանի 175,000, այլ 170 միլիոն, ասում է խոշորացի, ես չեմ ուզում խոշորանալ, դու չես որոշելու ես խոշորանամ, դու ինձ երբևիցե չես աջակցել, հիմա եթե աջակցես, դու ինձ այնքան բարձր տոկոսով ես տալու, որ ես իմ եղածն եմ կորցնելու, ես չեմ ուզում, մենք արդեն վարկերի տակ ենք, գիտեք խի չեմ ուզում, որովհետև մեծանալու համար, ես վախենում եմ այդ հարկերի տակից, տնտեսությունը փոքր է, մեծանում են այն մարդիկ, ով վերևներից կրիշ ունեն, հասարակ քաղաքացին չի կարա մեծանա, իրան եթե ինքը օրինակի ձեզ ասեմ, աշխատի $500,000, օրինակի եմ ես ասում, և ինչ-որ մի հատ գույք ձեռք բերի, իրա գլխին տալու են $800,000 ուզելու են, ինձ պետք չի, որ իմ ծնողների տվածն էլ կորցնեմ, ինձ պետք է իմ ընտանիքը պահեմ, ինձ ուրիշ բան պետք չի, ես հարկեր տամ իմ պետությանը, և գլուխս բարձր մանգամ, որ պետությունից նպաստ չեմ ստանում, ես միայն հարկ եմ տալիս, ինձ մենակ դա է պետք, ինքը չպետք է որոշի, ես խոշոր լինեմ, թե չէ, խոշոր լինելու համար պետք է իրանցից մեկը լինեմ, ես իրանցից մեկը չեմ, հնարավոր չէ, այսքան տարի աշխատում ենք, ոչինչ ձեռք չենք բերել, մենակ ապրել ենք նորմալ ու հարկ ենք տվել, այսքան տարի աշխատում ենք, կարող է մի հատ մեր ձեռք բերածը լինի 30 տարվա մեջ մի հատ մեքենա կամ մի հատ տուն կամ 2 հատ մեքենա լավագույն դեպքում, բայց ինչքան հարկ ենք տվել, ես չեմ ուզում, նախ չեմ էլ կարող մեծանալ, իրանք թույլ չեն տալու ես մեծանամ, իրանք հնարավոր չի ինձ թույլ տան մեծանամ, ես իրանցից մեկը պետք է լինեմ, որ մեծանամ, Այսօր էլ որևէ լուծում չստացեք, ինչ եք ծրագրում, ինչ եք։ Դե պետք է ծրագրենք, որ բոլորին կպնեն, հելնենք փողոցները փակենք, ջարդենք, փշրենք, հելնենք, չգիտեմ, էլ արդեն
Ինչ անենք։ Ես ուզում եմ, ես պարտադրելու եմ, որ ես իմ երկրում ապրեմ։ Ես այս երկրի քաղաքացին եմ։ Ես այս երկրում ապրել եմ նեղ ու լեն օրերին։ Ու ինչ որ մեկը, որին ես նաև մի անգամ ինքս եմ ընտրել, չի գալու ինձ հանի իմ երկրից։ Չի կարում երկիր պահի, խնդրեմ, ով կարա պահի, թող նա գա, ով խելքը հասնում է ճիշտ տնտեսություն վարել, թող նա գա, որ մեկն է հրաժարվում։ Մենք ասում ենք, մեզ պարզեցա, մենք մեր հարկերը տանք։ Մեզ պարզեցա, մենք մեր հարկերը տանք, մեր ընտանիքը պահենք։ Իսկ խոշորանալու համար ես ասում եմ, ասել եմ ու կասեմ, իրանց նման չեմ կարա 5 հատ ոսկու գործարան ունենամ, 5 հատ հույրանոց արդեն իմ երեխեն, 30 տարի հարկ եմ տալի իմ երեխեն ոչինչ չունի։ Մի հատ իմ ծնողների ժառանգաստանից բացի։ Իսկ իրանց երեխեք արդեն սեփական հույրանոցներ ունեն։ Ձեր գործընկերն ասում է հնարավոր է Նիկոլ Փաշինյանը Ես չեմ կարծում։ Ուրեմն նշանակում է Նիկոլ Փաշինյանը չգիտի իր կնիկը ինչ կապիտալ ունի, իր երեխեն ինչ կապիտալ ունի, հա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը դա էլ չգիտի, բայց ինչի՞ է երկրի ղեկավար նստե։ Ինչի՞ է երկրի ղեկավար նստե, եթե մի մարդ իր ընտանիքի ունեցվածքը չգիտի։ Ախր գիտեք ոնց է, մենք այս քաղաքացիներս մեր երեխեքն են պատերազմին մասնակցել, մեր երեխեքն են պաշտպանել, մենք պարտավոր ենք իրանց այրան գնով պաշտպանված, ես այնտեղ ցանկացած երեխայի մնա, որովհետև ինձ նման հասարակ քաղաքացու զավակ է։ Մենք պարտավոր ենք մեր երկիրը պահենք։ Մենք պարտավոր ենք չլքելու։ Իսկ իրանց ունեցվածքը թող բերեն։ Ես ասում եմ, մենք այդքան գիշեր ցերեկ հարկ ենք տալի աշխատում ենք։ Ինչի իմ երեխեն չունի սեփական հույրանոց։ Լավ ինչքան էլ գաղտնի ինչ որ մեկի անունով լինի, բայց Հայաստանը ինքը փոքր է, փոքր պետություն է։ Հայաստանում ամեն ինչը միանգամից պարզ է լինում։ Ամեն ինչը բացահայտվում, բերան գալիս հասնում է։ Հիմա եթե ստեղից ինչ որ մեկը միլիոններ ունենար, բերան իրան արդեն շուտ էր հասել, առավել եւս իր համար անվտանգություն է աշխատում, մեզ համար ոչ մի բան։ Եթե մենք հասարակ քաղաքացիներս տեղեկացված ենք լինում, պարոն Փաշինյանի աղջիկն ինչ ունի, թեպետ իր անունով չի կամ այսինչ մարդը ինչ ունի։ Ուրեմն ինքը տեղեկացված է մենք ինչ ունենք։ Ինքը շատ լավ գիտի մենք ոչ մի բան չունենք։ Մենք ունենք այն, ինչ որ ունի սովորական աշխատող ռաբիկ քաղաքացին, ավել բան չունենք։ Եթե ես այսօր ինչ-որ բան ձեռք բերած լինեի, գոնե մի հատ սեփական խանութ կունենայի, արենդա չէի տա, եւ այդ արենդայից էլ իրանց հարկ չէր էթա։ Ինչն է ավելացրել։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ, ինչ արել իմ երկրի համար։ Ինչն է ավելացրել։ 7 տարի առաջ, երբ որ ինքը եկավ երկրի ղեկին, ես իր կնոջից բարձր էի։ Իմ տունը մաքուր էր։ Իմ երեխեն ուտում էր այն կանֆետը, որ իր երեխեն չէր ուտում։ Իմ երեխեն ուտում էր այն հացը, որ իր երեխեն չէր ուտում, որ իր երեխեն ռեստորանի տեղն էլ չգիտեր, բայց իմ երեխեն գիտեր, որտեղ արդեն 30 տարի դառը դատում եմ այս երկրում ու պայքարում եմ։ Այսօր ինքը եկել է ու ինձ թելադրում է։ Այսօր իր կինը հրավիրում է ինչ որ, չգիտեմ ում է հրավիրում, 3 միլիոն ու կես վճարեն, որ իր հետ ճաշեն։ Այս ինչ օրենքներ է, այս ինչ խայտառակություն է, ուղղակի մեզ այսպես միջև վերջի կետ, հավասարեց հողին։ Այսքան, գիտեք ինձ դուր չի գալ իր մասին ինչ որ վատ բան ասել, որտեվ ինքը ինձ է ներկայացնում։ Ամենայն ազնվությամբ եմ ասում։ Ինքը ներկայացնում է իմ ազգին։ Իմ ազգից մեկը ես եմ, որ երկրից դուրս եմ գալիս։ Ես երբեք չեմ ամանչել, որ հայ եմ։ Ես ադրբեջանցու կողքը կանգնել եմ, ես ասել եմ ես հայ եմ։ Թեպետ էլի եմ ասում ես հայ եմ, որովհետև հույս ունեմ, մի օր Հայաստանը ծաղկելու է։ Մի օր լինելու է մեկը, որ լինելու է հայրենասեր։ Հույսս չեմ կորցրել ամենայն ազնվությամբ, որ լինելու է հայրենասեր ու հային պահելու է ճիշտ, հայի տնտեսությունը ճիշտ, մենք չենք հրաժարվում, մենք այսքան հարկ ենք տալի, անգամ հիմա ես չեմ ուզում այդ հարկը տամ, սիրով չեմ տալի, որովհետև գիտեմ ես տեղ տարսեմ իրանք ընդ լափում են, եթե Թունյանը չի կարում իմ շահերը պաշտպանի, եթե մի նախարարը չի կարում, որ ինքը նրա համար է, որ իմ շահերը պաշտպանի, քննարկեն, գիտակ ձևով ներկայացնեն հասարակ քաղաքացուն, եթե չի կարում ինչի է վարձատրվում, թող փակեն լրիվ, փակեն միանշանակա որոշում, թող մնա մենակ ինքը իրան աշխատավարձ ավելի հեշտ կլինի, այդ փողերն գոնե բյուջեն կգնա։ 3 անգամ բարձրացրել է մաքսային արժեքը, 2 անգամ հարկերը, ամեն ինչ թանկացրել է, կամ այս QR կոդերը Շատերը ասում են, հա լավ է, կնայենք կտեսնենք, մենք ինքներս գիտենք այդ ապրանքը որ օրներ արտադրվեր ինչ էր, մենք բոլորս գիտենք, դու պատերազմի ժամանակ 4-րդ օրը ազգային ժողովում
Կառավարության նիստ ես դնում ու հարկայինի ինչ որ մի աշխատողի տալիս ես այդ շտրիխ կոդերը խփելու բիզնես ես ստեղծում այդ մարդու համար, դե ես էլ եմ բիզնես ուզում, թող գա ստեղծի ինձ համար։ Հիմա էլ արդեն QR կոդ, այդքան լավ ղեկավար էր, պետության բյուջեն լցնեիր, ոչ թե ինչ որ մեկի բիզնես լցնեիր, ինչ որ մեկը հիմա էլ QR կոդ տա ու բարձրացնես օրեկան այդ QR կոդ խփելը, ոչ, այդ QR կոդ խփողը, այդ որ 50-60 դրամ խփումը դա ինձնից է տանելու, դա հասարակ քաղաքացուց է տանելու, հասարակ քաղաքացուց է տանելու, բա որ դու երկրի ղեկավար ես, մոռացել ես 7 տարի առաջ դու ոնց ես ապրել, հիշի էլի գոյն է, հիշի որ քո նման ապրում են այս քաղաքացիները, մենք Իրանից լավ ենք ապրել, 100%-ով։ Տեսեք, առաջիկայում ընտրություններ են լինելու, հնարավոր համարում եք, որտեվ շատ մեծ ընտրազանգված կա այստեղ, որը հենց իրեն է ընտրել եւ այլն։ Հնարավոր համարում եք, որ գոնե դա հաշվի առնելով ինչ որ բան այնուամենայնիվ կփոխվի։ Ես չեմ կարծում, որ ինքը դա հաշվի առնում։ Դա որ հաշվի առներ, ինքը միշտ ասում են ոնց կուզենք այդքան կտրենք, բայց փաստացի ես կարծում եմ Գյումրիի ընտրությունն ու այս մեր բանի Փարաքյարի ընտրությունները փաստացի ցույց տվեց, չէ, որ ինքը չկա այս տարածքում արդեն։ Փաստացի մեր Ծիծեռնակաբերդի այս տարվա այցը ցույց տվեց, որ ինքը չկա այս երկրում։ Իրականում չկա։ Ես ապշած եմ մնացել։ Սարսել եմ, որ արդեն քանի տարի ամենք ունենք Դեմիրճյանի օրվանից սկսված մեր Ծիծեռնակաբերդը ես երբեք չեմ տեսել ծաղիկները հավաքեն, գիշերվա դրված եւ ծաղիկների արանքը ստուգեն։ Արդեն ինքը գիտի իրան ինչա, այսինքն ես ստեղից դուրս գալուց ինչից պետք է վախենամ։ Ուրեմն այնքան մարդու պետք է ցավացրած լինեմ, որ ես վախենամ, բայց ես չեմ վախենում, որովհետև ես ոչ մեկի չեմ ցավացրել։ Այս ժողովուրդը ծաղ ողջուններով իրան դիմավորելա, ընդունելա, թեպետ իրանք շատ վատ ձևով եկան ժողովուրդը չհասկացավ ընկան այդ հոսանքի տակ դագաղներ, ծաղկեպսակներ, բան ես դրան դեմ եմ եղել, բայց անկախ ամեն ինչից ժողովուրդը ընտրել է հեղափոխություն ա ուզել, հասկանալով որ դա իրանց մեջից ստեղծված է, բայց մենք հասկացանք, մենք մի բան, Ես իմ տեղն եմ կարող ասել, ես ինքս հասկացա, որ մեր մեջից ելածը ավելի վատ է, մեր մեծերը միշտ ճիշտ խոսք են ունեցել, Աստված ասում են չտեսածին ցույց մի տուր, դրա դեմը երբեք չես կարու, հիմա մենք այդ փուլի մեջ ենք, էլ չենք կարում դեմն առնենք, սաղից թալանել ա եկավ հասարակ քաղաքացիներին կպավ, սաղին, սաղ խոշորների վրա նալոգներ ա դրած, լսում ես, երկիրա պուջուրա, լսում ես, իսկ խոշորանալու համար, թող ինքը իրա շրջապատից մեկի բիզնեսին հանի, ինձի դնի այդ բիզնեսին, այդ դեպքում կխոշորանամ, ես իրանց մարդկանցից մեկը պետք է լինեմ, որ խոշորանամ, ուրիշ նոր խոշորացող չկա, իրա մարդիկ են։